Գեղարքունիքի մարզային գրադարանում հայրենասիրական դաս միջոցառում է։ Կարմիր գյուղի համար 2 միջնակարգ դպրոցի 7-րդ դասարանի աշակերտները ներկայացնում են Զորավար Անդրանիկի կյանքի և պայքարի ուղին, հայրենիքում և դրա սահմաններից դուրս մեծ հային տրված գնահատանքի ու հիշատակի դրսևորումները։ Հայ զորահրամանատար, պետական գործիչ, ֆիդայապետ Անդրանիկ Օզանյանի ծննդյան 161-ամյակին նվիրված ցերեկույթն անցկացվում է գրադարանի ընթերցասրահի հետ համատեղ աշխատանքի արդյունքում։ Հայ ժողովրդի ազգային հերոս Զորավար Անդրանիկի հուշարձանը Ուջան գյուղում կառուցվել է տեղի բնակիչների նախաձեռնությամբ և միջոցներով։ Սա Անդրանիկի առաջին կիսանդրինն է Հայաստանում։ Հուշարձանը տեղադրվել է 1967 թվականի հուլիսի 3-ի գիշերը, գաղտնի։ Ես կարծում եմ, որ դուք ձեր հոգում այսօր կտանեք Անդրանիկից մի նշխար, մի լույս, և իզուր չի, պատահական չի, տեսեք հետաքրքիր համընկնում է, չէ՞, Հովհաննես Թումանյանի շաբաթին հաջորդում է, խոսում ենք Զորավար Անդրանիկի մասին։ Պատահական չի, որ Անդրանիկը և Հովհաննես Թումանյանը շատ մոտ են եղել իրար հետ։ Մեր աշխատանքի արդյունքում հասկացանք, որ մեր հայրենասիրության ասելիքը հենց տեղ հասավ երեխաներին, որովհետև նրանք ամբողջությամբ ներկայացրեցին Անդրանիկ Օզանյանի կյանքը և կարելի է ասել այդ հայրենասիրությունը նրանք ապրում էին, նրանք զգում էին և հասկացանք, որ այո, Անդրանիկը նրանց համար հայրենասիրության, անձնվիրության հատկանիշ է, մարմնավորում է։ Կյանքն իր ժողովրդի ազատ և երջանիկ ապրելու գաղափարին նվիրած Զորավարի մասին, որքան պատմական, նույնքան էլ բանահյուսական նյութ է ծնունդ առել և բերնեբերան սերնդից սերունդ հասել։ Հայ ժողովուրդն իր ամենասիրելի զավակներից մեկին օժտել է գերբնական, գերմարդկային հատկանիշներով, դրանք արտահայտելով բազում ավանդազրույցներում։ Զորավարին նվիրված գրական ընթերցումները ամբողջացնում են փաստագրական տվյալները։ Սա ոչ միայն կարելի է կոչել միջոցառում, այլ դաս միջոցառում, որ կրում էր ուսուցողական բնույթ։ Այսինքն երեխաներն այսօր իրենց հետ տարան Զորավար Անդրանիկի ոգուց մի նշխար, մի մասունք և մեջբերեմ Հրանտ Մաթևոսյանի խոսքերը, որոնք նաև մեջբերեցի միջոցառման ժամանակ։ Եվ ուրեմն փառք մեզ նրանց կանչողներիս, նրանց սպասողներիս, որ նրանց անմահության, նրանց անվերջության երաշխավորն ենք, և փառք իրենց, փառք իրեն Անդրանիկին, որ իր որդիների և որդվոց որդիների հայոց մեր անցյալը անհուշ և անանցյալ չթողեց։ Նա մեր կերպարին վեհություն է բերում, մեր ձուլվածքին ազնվություն և ազնվականություն է բերում, ռազմիկի մեր վարքին արծվենի ճախրանք։ Միջոցառման բովանդակությունը հետաքրքիր փաստերով ու տեղեկություններով հարստացնում են նաև գրադարանավարները, աշակերտներին պատմելով Զորավար Անդրանիկի նոր Բայազետի հետ ունեցած առնչությունների մասին։ Անահիտ Կարյան, Սարգիս Ալավերդյան, Քյավառ հեռուստաընկերություն, Գեղամա օր։